մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք նաեւ կարծում եմ որ մենք այս առիթը պետք է բաց չթողնենք որպեսզի ավելի բովանդակալից հարցերի պատասխանենք ես եմ որոշում քրեական Չէ, սխալ մարդու եք հարց տալիս Քաղաքացիներն ուշադիր լինեն, որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչը։ Շատ լավ, եթե ուզում եք ես գնամ դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Եղակերտ գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա, այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը։ Ընտրատեղամասի ընտրատեղամասը շենքը շատ ավելի հեռու է գտնվում։ Մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է։ Ինչու են Վաղարշապատի համայնքապետարանի սահմանված հեռավորությունը ներողություն եմ խնդրում 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Գնեք այսօր ինչ գրաֆիկ ունեք, որից հետ եք գնում։ Պետք է գնաք միջև ընտրությունների արդյունքների ամփոփումը, սպասեք արդյունքների Ջան, ես իմ անձնական գրաֆիկը ունեմ։ Հա, լավ։ Եվ գնեք ինչու է Վաղարշապատի համայնքապետարանի մաքրուհիները մաքրում այն ձեր բեմը։ Շատ լավ, ասեմ, նախ իրենք հարակից տարածքն էին մաքրում եւ ներողություն բեմը հավաքող մարդիկ խնդրել են, որ իրենք էլ մաքրեն այդտեղ, մի պահ մաքրել են իմ տեղեկություններով։ Այսինքն իրենք իրենց անձնական նախաձեռնությամբ ասել են գամ ձեր բեմը Իրենք հարակից հանրային տարածքը մաքրելուց են եղել, բեմը հավաքող անձնակազմը խնդրել է, որ մի պահ բեմը մաքրեն։ Սա է եղել ամբողջ։ Պարոն Մեխակյան նշեցիք, որ ներկայացուցիչների գալը ջրմուղից ձեր հավաքին, հանրահավաքի օրը։ Ժողովուրդ, ես ոնց մեկնաբանեմ այդ հարցին, ոնց եք ուզում մեկնաբանեմ, ասեք։ Վարչական ռեսուրսի չարաշահումը Ես ասում եմ, մենք չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, Ժորժ։ Եթե կա վարչական ռեսուրսի չարաշահում, դուք կարող եք ինքներդ դիմել համապատասխան մարմինել եւ ընթացք տվացվի դրան, բայց մեր հայտարարության տեքստը բաց է եղել եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կառույցներից կամ շատ գյուղերից, շատ տեղերից եկել են մեր աջակիցներ, այդ նաև ինչի չեք նշում, որ օրինակ բանկերից են եկել, դա էլ է վարչական։ Բանկը մասնավոր է, խոսքը պետական են, ձեր այսինքն մարդը դատապարտված է, գյուղում բուժքույրը խալաթով իջել էր, հենց ձեզ տեսել էր ու իջել էր բայց դուք ֆիքսել եք, չէ, որ դա ընդմիջման ժամ էր։ Հա, բայց ասեց բանը, մոտել իջել եմ Մեխակյանին լսեմ Չէ, բայց դուք ֆիքսել եք, չէ՞, ու ընդմիջման ժամը։ Որտեվ առաջի դիտողությունը ես եմ արել։ Առաջի դիտողությունը ես եմ արել, որ մեր բուժքույրը ինչի ասել, ասել են ընդմիջման ժամը ինքը որոշել է գալ։ Այսինքն ճնշել եք բուժքրոջը։ Իհարկե ոչ։ Ես իրեն չեմ նկատողություն արել, մեր թիմակիցներին։ Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդ է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև սա ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժողովուրդ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, ես էլ դրան բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորից Գարեգին երկրորդ կաթողիկոս, թե խուսափում եք ասել։ Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Դուք մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ կաթողիկոսի հեռացման այդ արշավին ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքներ, եթե ես որևէ բան, այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա
իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Զգուշավորությունը ինչով է Ոչ պայմանավորված։ մի բանով, ես հիշավոր չեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթե եթեները կլինեն հետո։ Պարոն Մեխակյան, նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի տեխնացու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր տեխնացությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի տեխնացու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ վարչությունը միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է վարչության նախագահն է Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար նաև անձնական իր աջակցությունն է։ նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի տեխնացու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Պարոն Մեխակյան, ամբողջ խնդիրն այն է, որ ոչ քարոզարշավի ընթացքում, ոնց հասկացամ, ձեզ ավելի շատ ընկալում են մարդիկ, որպես Մեխակ Մեխակյանի որդի, եւ դուք էլ խուսափում Եվ ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ։ Եվ ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ, ես իմ կյանքում ոչ մի իմ արած եւ իմ կատարած որոշման համար չեմ փոշմանել Փառք Աստծո եւ կարծում եմ, որ չեմ փոշմանելու, որովհետեւ այստեղ ոչ մի խուսափողական բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առաջ հարցազրույց չէի տա, ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, ինձ վերաբերող հարցերին, լավ կլիներ ուղղակի հարգելի լրագրողներ, դուք հարց տայիք այն մարդկանց, այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են իմ հոր անվան կամ իմ հոր հիշատակը շահարկելով քաղաքական որևէ շահ հետապնդել կամ փորձել իմ անունը ցեխոտել եւ այլն եւ այլն։ Ճշմարտություն չկա նրանց ասած։ Իհարկե ոչ, դա մարդու անձնական դաշտ մտնելը կամ մարդու սեփական անձնական դիրքորոշումը փորձել հանրությանը իրենց քաղաքական շահի համար ինչ որ բան հրամցնելը դա առնվազն ազնիվ չէ։ Շատ գործի մասին։ Հա, բայց Չէ, տեսեք, ես իմ մասով եմ ասում։ Ես Գիտեք ինչ տարակուսություն են ասում, չունեմ։ պարոն Մեխակյան, որտեղ ձեր հայը Արցախ ազատագրել է, իսկ ասում են ворթին կանգնել է Արցախը հանձնածների կողքին։ Դե հասկանում եք այդ դիսկուսը ինչքան արդեն չարչրկված է, որ այսինքն Արցախը հանձնողներին դա այտենց մի հատ իրենց համար դիլեմա են սարքել, որ որոշ քաղաքական ուժեր, որ իրենք էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, այսինքն այլ քաղաքական ասելիք չունեն։ Իսկ Արցախը հետ ինչ եղավ, մեր, հա, դուք կարող եք 5 անգամ էլ պնդել դա, բայց ասեմ դրանից իրականությունը չի փոխվում, Արցախի հետ ինչ եղել է, մեր բոլորի աչքի առաջ է եղել եւ մեր իրականությունը դա 30 տարի, 50 տարի առաջ չի եղել, որ մենք չլինենք կամ փոքր եղած լինենք։ Մեր բոլորի աչքի առաջ եղել, մենք բոլորս գիտենք ինչ եղավ Արցախի հետ։ Շնորհակալ եմ ձեր ճուտելությամբ։ Կներեք Ծիածան համայնքից Գևորգ Մանուկյան անունով անձը մեծ հետ հարցազրույցում պնդում էր, որ ձեր ընտանիքի անդամները ընտրակեղծարարներ են եւ ասում է, որ ձեր փեսան մասնավորապես նախկինում կաշառք է ստացել, մեքենայի տեր է եղել։ Մի հատ կբացատրեք ինչ Ես նմանատիպ անձանց, ես չգիտեմ ում նկատում եք, նմանատիպ անձանց եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի ահազանգել ոստիկանություն նման հայտարարություններից հետո։ Պարոն Մեխակյան, եթե դուք ընտրվեք վաղար Ինքը ձեզ շաբաթ հրավիրում էր, ասում էր, եթե որևէ բան սուտ եմ ասում եւ զրպարտում եմ, դուք դիմեք դատարան։ Եթե չեք դիմում, լռում եք, նշանակում է համաձայնեք իմ Դե ամեն այդպես բառի չի հետ։ լինում, էլի, այդպես չի լինում, Ժորժ ջան։ Չէ, մի որոշ Մարիամ ջան, վերջին հարցը։ Խոյ համայնքի ընտրությունների ժամանակ խոսել եք ձեր հոր պատգամից, արդյոք այս քաղաքական ուժը, որի կողքին կանգնել եք, հետևում է ձեր հոր պատգամին, հատկապես երբ որ առանձնացնում է իրական ու պատմական Հայաստաններ։
ձեր հարցի իմաստը որն է Այն չհասկացա։ որ դուք ասում եք, որ ձեր հոր պատկանում Քաղաքական ուժը իմ անձնական իմ արտահայտվելու հետ ինչ կապ ունի իմ անձնական Չէ, դե տեսեք, դիրքորոշման պարոն հետ։ Խակյան, եթե մի կուսակցություն եք ընտրել, որի Գաղափարախոսությունը չի հակասում, որովհետև գաղափարախոսությունը մենք պետք է հաշվի առնենք ինչ իրողության պայմաններում, ինչ աշխարհակաղակական իրողության պայմաններում ենք ապրում եւ եկեք ընդհանրապես վարշապատի ընտրությունները չվերածենք աշխարհակաղակական հարցերի Մեխակյանի սկզբունքներին գաղափարախոսությանը։ ներողություն եմ խնդրում էլի մի քիչ եկեք կոռեկտ հարցեր Կներեք, դավաճանել չդավաճանել ես ոչ մեկին չեմ վիրավորում հարգում եմ բոլորի դիրքորոշումները բայց ես խնդրում եմ իմ անձի մասին խոսելիս խնդրում եմ գոնե մի փոքր հետաքրքրվեք թե օրինակ ասենք մեր գյուղում ես ինչքանով եմ հարգանք վայելում կամ չէ կամ իմ կամ Այս դա քաղաքական խնդիր է, պարոն Մեխակյան։ նույն քաղաքական առումով էլի բայց չի կարելի չի կարելի դուք հասկանում եք դուք ձեր ինչ Կիկոսի մահն եք դուք ասում Վահե ջան այսինքն եթե լիներ այսպես եթե այդպես չի լինում եթե չի ես խիստ կասկածում եմ Պարոն Մեխակյան, տեսեք, դուք որ լինեք Վաղարշապատի համայնքապետ եւ Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, հարցի համար շնորհակալ չէ եթե հոգեվոր Հոգեվոր